Կոմիտաս 5, Սայաթնովա 10, Տերյան, Ամիրյան, Ալբանդյան, Բուզանդ եւ այլ շենքերի բնակիչները, Կոզերն թաղամասը, պետական կարիքների զոհեր հասարակական կազմակերպությունը, մեր քաղաքը ու քաղաքացիական այլ նախաձեռնություններ այսօր հայտարարում են միավորվելու ու միասնական ուժերով ապօրինի շինարարության դեմ պայքար սկսելու մասին։ Ասում են վերջին տարիների ընթացքում քաղաքի ամենաթեժ կետերում շինարարության դեմ տարվող պայքարները հիմնականում արդյունք չեն տվել, իսկ դատարանում հայտնված գործերն էլ ընդամենը ժամանակ են երկարաձգել։ Հավելում են, եթե պետական այրերն ու օրենքներն այսօր հարցը չեն կարգավորում, ապա քաղաքացիական միասնությամբ հարցին կփորձեն լուծումներ գտնել։ 100 հոգով մի շենքից իջնում բողոքում ես, դա քիչ է։ Անհրաժեշտություն կա, որպեսզի քաղաքը ոտքի կանգնի, որպեսզի փրկվի Երևանի կենտրոնը։ Ամեն 50 տարին մեկ այս երկրի երկրաշարժ է տեսնում, ով ասե, որ Երևանը չի հաջորդը։ Կոմիտաս 5-ում բնակիչները նույնիսկ փողոց փակեցին, ապօրինությունը վերացնելու պահանջ ներկայացրեցին, սակայն գործն ավարտվեց ակտիվիստ, բնակիչ ու ոստիկան բախումներով։ Շենքն արդեն կառուցվում է, պայքարի միակ արդյունքը եղավ այն, որ կառուցվող շենքի հարկերը նվազեցվին։ Սակայն ինչպես բնակիչներն են պնդում, շինարարական նորմերի խախտումները դրանով չեն վերացել։ Ենթակայանից շենքը պետքա իրանց ասելով նորմալ շենքից պետքա հեռավորության վրա գտնվի 10 մետրի։ Իսկ այս նոր շենքը կառուցվում է 4 մետրի հեռավորությամբ։ Արդեն շատ կոպիտ խախտում է։ Պետությունն ու քաղաքացիները հայտնվել են բարեկադների տարբեր կողմերում, Ազատության հետ զրույցում ասում է Անդրանիկ Սարգսակն ու հավելում, այսօր փողն է գերիշխում, ով փող է տալիս, նա էլ իր կամքն է թելադրում, նույնիսկ օրենք շրջանցում։ Անդրանիկ Սարգսակը պայքարում էր Սայաթնովա 10-ի շինարարության համար։ Այս հասցեում էլ շենքն արդեն կառուցվում է, բնակիչներն ասում են, թե մաքուր օդից են զրկվել, թե լույսից, թե սեփական հարկի տակ հանգստանալու իրավունքից։ Հիմիկ բանման էլ բառացի ասում են, դե շան նման հաճացեք, կհաճակ, հետո կներես նորից կուչ կգաք ձեր այդ անկյուններում ու ոնց ասենք այդպես էլ պետք է լինի, նսեմացնում են մեզ, իրենք ստիպում են, որ իրոք ժողովուրդը ոտքի կանգնի։ Նախաձեռնության անդամներն ասում են, ժողովրդին այլևս հիմարի կարգավիճակում տեսնել չեն ուզում, հետևաբար հարցի միակ լուծումը միավորման մեջ են տեսնում։ Եթե պետք է, ուրեմն մենք կանենք եւ միգուցե եւ փողոցել փակենք, մենք իրավունք ունենք ապրել սեփական երկրում մեր գրված օրենքներով, թե մենք պետքա ապրենք ինչ որ խունտայի, ինչ որ մարդկանց օրենքներով, որը փոփոխվում է օրեցօր։ Այսօրվա դրությամբ երկիրը այնքան են փչել այդ խնդիրներով տարբեր, որ ինքը մի օր պայթելու է։ Ու այն օրը, երբ որ պայթեց, ապա մոնտաժելու են այս բոլոր իրանց կառուցապատած շենքերը իրանց փողերով։